Ամերիկայի գերեմոցիոնալ նախագահը, որ մի քանի օրում պատրաստվում էր կանգնեցնել ռուս-ուկրաինական պատերազմը ու խաղաղության ժամանակներ բերել, կարծես հետ է քաշվում ձեռնարկած բանակցություններից։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը կոնկրետ ասաց, մեջբերում չենք պատրաստվում յուրաքանչյուր կանչով թռչել աշխարհի մի ծայրից մյուսը հանդիպումները միջնորդելու համար։ Ժամանակն է, որ նրանք Ռուսաստանն ու Ուկրաինան մշակեն եւ ներկայացնեն կոնկրետ գաղափարներ հակամարտության ավարտի վերաբերյալ։ Դա այժմ նրանցից կախված կլինի։ Գործից ձեռքերը լվանալու մասին ավելի վաղ ակնարկել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Հակամարտության կողմերի նկատմամբ մտրակի ու բլիթի քաղաքականություն որդեգրած Միացյալ Նահանգների այս կտրուկ ու շրջադարձային հայտարարությունը արեց ուկրաինական հազվագյուտ հանածոների համատեղ արդյունահանման համաձայնագրի ստորագրմանը հաջորդած ժամերին։ Իսկ սրա շուրջ բանակցությունները ամիսներով ձգվեցին։ Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել վերակառուցման ամերիկա-ուկրաինական ներդրումային հիմնադրամ, որին կփոխանցվի օգտակար հանածոների, այդ թվում գազի եւ նավթի արդյունահանման միայն նոր նախագծերից ստացված եկամտի 50%-ը։ Այս հիմնադրամը կողմերը կկառավարեն հավասար իրավունքներով, ԱՄՆ-ն կշարունակի օգնությունն Ուկրաինային։ Սա նշանակում է, որ առնվազն մոտ չէ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը, որովհետեւ զենքի մատակարարումը չի դադարելու, իսկ պայմանավորվածությունը այնքան էլ Թրամփի գծագրածը չէ։ Բայց Սպիտակ տունը ձևակերպում է այս գործարքի նպատակն է, որ Ուկրաինան ԱՄՆ-ին վճարի օգնության դիմաց, որը ստացել է պատերազմի ընթացքում։ Միացյալ Նահանգները ստանալու այդ հանածոները, բայց դրա փոխարեն պետք է տրամադրի ռազմամթերք Ուկրաինային։ Դա այն չէ, ինչ որ Թրամփն էր առաջարկել։ Զելենսկին ստացավ ավելի նպաստավոր իր համար պայմաններ, որպեսզի շարունակի պատերազմը։ Իսկ ինչպես է նա հանելու այդ հանածոները Ուկրաինայից, պարզ չէ։ Մեծ մասը գտնվում է ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Թեև Զելենսկին պատերազմը շարունակելու հավելյալ արտոնություն է ստանում, փաստաթղթում որևէ նշում չկա ԱՄՆ-ից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին, ինչին ձգտում էին Ուկրաինան եւ Եվրոպան։ Կոնֆլիկտը բարդ ու կենսական է կողմերի համար, ասում է քաղաքագետը, նույնիսկ ժամանակավոր հրադադարի մասին դժվար է խոսել։ Հետքայլի տեղ կարծես չկա։ Ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը զիջումների չեն գնում եւ ցանկացած կողմը իր պահանջներն է առաջ տանում։ Սա Վիետնամ չէ, ոչ էլ Աֆղանիստան է, այստեղ կենտրոնական եւ կենսական շահերը կան։ Այս համաձայնագիրն ու պետդեպի հայտարարությունը փոխում են ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ վերջին ամիսներին ձևավորված ենթադրություններն ու ակնկալիքները, թե դրանք միտված են սպառման։ Տարիների երկարաժամկետ պլաններ ունեն կողմերը, ապացուցվեց բանակցությունները ուժ չունեն։ Քաղաքագետն ասում է, այս պատերազմը բացառապես ռազմական հանգուցալուծում է պահանջում։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։